Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոզությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, կոծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան որ քեզանից է, թող քո հոգու զորությամբ արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա։ Հայր, դու սիրող հայր ես, դու սեր ես, ու դու քո սերը ցույց ես տալի ամեն ժամանակ քո զավակների վրա։ Քո ամեն մի գործողությունը, քո խոսքը ուղղված քո ժողովրդին, դա սիրո դրսևորում է, որտեղ դու հոգատար ես, ուզում ես նման ձևով պաշտպանես ու փրկես ու օրհնես։ Քո խոսքի մեջ ոնց համատում ես ու ասում ես, որ ձեր հայրերը չար լինելով հանդերձ ձեր համար հոգ են տանում, էլ առավել ևս ցույց ես տալի քո սիրտը, որ դու բարի ես ու հոգ ես տանում ամեն քայլափոխին մեր համար ու ամեն բան ինչ որ անում ես դա քո սիրո դրսևորումն է, մեր մասին մտածելով է որ անում ես։ Ու այսօր ես Հայաստանը բերելով քո առաջ, սիրելի հայր, այն խոսքը որ դու ունես մեր համար, որ դու ազգերին կոչ ես անում ու ասում ես զինեք, պատրաստեք մինին Արարատն ու ասքանազը Բաբելոնի դեմ, դա քո խոսքի դրսևորումն է Հայաստանի հանդեպ, դա քո կամքի դրսևորումն է Հայաստանի հանդեպ, որը գրել է Երեմիա 51:27 խոսքում բոլոր ազգերի համար, որ բոլոր ազգերը լսեն, տեսնեն ուղերձը, որ ուղղված է իրենց ինչ հանձնարարություն ունեն քեզանից կատարելու, որպեսզի քո կամքը կատարելով օրհնված լինեն և օրհնություն դառնան Հայաստանի համար։ Ազգերը քո խոսքը ճանաչելով հանդերձ, քո ուղերձը լսելով հանդերձ, այսօր հակառակվել են քո կամքին ու 20 թվականի պատերազմում հստակ երևաց այն քաղաքականությունը, որ վարում էին Հայաստանի դեմ, իրանք ոչ թե զինում ու պատրաստում էին Հայաստանը, այլ ճիշտ հակառակը զինում ու պատրաստում էին թշնամուն, իսլամական ոգուն, սուտ Աստծուն, որը մարդկանց մտքերը գողացել էր, մարդկանց սրտերը գողացել էր ու իրանց հետ միաբան իրականացրեց սատանայական դիվային ծրագիրը քո կամքի դեմ, որը բացարձակ գործողություն էր Երեմիա 51:27 տեսիլքին։ Հայր, բոլոր ազգերը լսելով քո կամքը հակառակվեցին քո կամքին ու Հայաստանը մենակ մնալով պատերազմում կրեց ցավալի պարտություն, որովհետև այն օգնությունը, որ իրանց կողմից պետք է Հայաստանը ստանար, քո հրամանով չստացավ։ Իրանք ոչ թե Հայաստանին անարգեցին, այլ անարգեցին քեզ, քո խոսքը ու գործեցին քո կամքին հակառակ, զորացնելով թշնամուն։ Դա շատ նման է, երբ որ նույն քո Հովնան մարգարեն, երբ որ պետք է գնար Նինվեին ապաշխարություն քարոզելու, քո խոսքը անարգեց ու գնում էր Թարսիս հակառակ ուղղությամբ ու հայտնվեց փոթորկի մեջ։ Այսօր բոլոր երկրերը, ազգերը, որոնք լսել էին քո կամքը, որ պետք է քո կամքը կատարելով զինեն, պատրաստեն մինին Արարատն ու ասքանազը, դրան հակառակ զինեցին թշնամուն Ադրբեջանին, իսլամական ոգուն, սուտ Աստծուն, այդ կուռքին, որը բոլորի սիրտը գրավել է, ու իրանց գործողություններով ցույց տվեցին, որ հակառակված են քեզ Աստված ու հայտնվել են փոթորկի մեջ ու իրանք էլ չգիտեն ինչ է իրանց հետ կատարվում։ Հայր, ես խնդրում եմ, որ քո զորությամբ կպնես այսօր ամեն մի երկրի ղեկավարի ու սթափեցնես ու ուշքի բերես, ամեն մեկին ցույց տաս քո ուղերձը, որ իրանք անարգել են ու որի պատճառով թշնամու հետ են միաբանվել քո կամքին հակառակվելով։ Այսօր տու իրանց հնարավորություն սթափվելու, ապաշխարելու ու վերադառնալու ճիշտ դիրքի մեջ, վերադառնալու առաջադրանքի կատարմանը Հայաստանի կողքին կանգնելով, զինելով ու բարձրացնելով մինին Արարատն ու ասքանազը։ Մի երկիր, որը առանձնացված է քո համար, քո ծրագրերի համար, Բաբելոնի դեմ, այսօրվա իսլամական աշխարհի դեմ, իսլամական ոգու դեմ պատերազմի ու հաղթանակի։ Թող ազգերը սթափվեն ու ուշքի գան, քանի դեռ ժամանակ կա։
այս փոթորկի մեջ թող հասկանան ինչա իրանց հետ կատարվում, հակառակ դեպքում փոթորիկը սաստիկ է ու կործանելու է շատերին, եթե չապաշխարեն ու չվերադառնան Աստծու կամքի մեջ Աստծու կամքը կատարելով: